Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցելու եմ կինոռեժիսոր, վավերագիր եւ իրավապաշտպան հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանի հետ։ Շնորհակալ եմ, Հովհաննես, հրավերի համար։ Խոսենք բանակում տեղի ունեցողից, վերջին 7 ամսվա ընթացքում արդեն 32-33 սպանություն եւ ինքնասպանություն է եղել։ Նախկինում դուք հիշում եք, ինչպեսի ակտիվ աղմուկ էր բարձրացում ամեն ինքնասպանության, այո, սպանության դեպքի հետ կապված։ Ընդհանրապես, այո, կարևոր է բանակ ուշադրության կենտրոնում պահել, որովհետեւ այդ հատկապես ոչ մարտական պայմաններում զոհերը դրանք մեր հասարակական միջավայրի արտացոլումն են, երբ որ մարդուն ինքնասպանության են դրդում կամ սպանում են։ Հիմա տարբեր անգամներ խոսվում էր, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն պաշտոնյաները։ 2-3 դեպք առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էլ կարծեք թե հանրային դժգոհությունը այսպես թույլատնելու համար պաշտոնանկ արեց ռազմական ոստիկանության պետին եւ նրա փոխարեն ժողովրդի բնորոշմամբ Մարտակեր Արամին նշանակեց որպես ռազմական ոստիկանության պետ։ Չգիտեի այդ բնորոշումը։ Այո, թեպետ միջև նշանակումն էլ երբ հայտնի էր, ինքս վստահ է, որ դա որևէ բան չի փոխել, որովհետեւ բարոյահոգեբանական վիճակը պետք է փոխվի, միջավայրը պետք է փոխվի։ Իմաստը պետք է փոխվի։ Այո, երբ որ մի մարտակերի փոխում ես ուրիշ մարտակերով, այդպես չի որ բանա փոխվում։ Հիմա արդյոք պետք է օրինակ պաշտպանության նախարարի հրաժարական լինի։ Թեպետ եթե ընդհանուր գլոբալ նայենք Նիկոլ Փաշինյանը գլոբալ նայենք կապ չունի ոչ պաշտպանության նախարարը, ոչ Նիկոլ Փաշինյանը զինվորի շահերի հետ կապ չունի, որովհետև զինվորի շահը որն է սահմանը պահել է, դրանք սահմանները տալիս են։ Հայաստանի քաղաքացուն պաշտպանել, սրանք տալիս են։ Բայց ինչի՞ց է որ բանակում շատանում են, այս դեպքերը։ Ընդհանրապես մեր ծառայության ժամանակ այն ստորաբաժանումները, որտեղ օրացույցով շարժվում էին առաջ, այս ժամին էսա, այս ժամին, չգիտեմ, այս դասն ենք անում, այս ժամին կրակային է, այս ժամին զենքերն ենք մաքրում, որտեղ որ կանոնադրությունը խիստ պահպանվում էր, զինվորը ազատ չէր ձանձրանում, այդ ստորաբաժանումներում չէին լինում այսպես արտակարգ դեպքեր։ Իսկ այն ստորաբաժանումներում, որտեղ ասենք սպան թույլ էր կամ ասենք զինվորները այտենց բանակի լեզվով ասած յախշավատ էին լինում եւ բանակի լեզվով ասած այդ ստորաբաժանումները կոչվում էին պորնո ստորաբաժանումներ, այսինքն բարդակ էր, այդ բառն էր կիրառվում բանակում։ Հիմա ներկայիս Հայաստանի պայմաններում զինվորը ինչով պետք է զբաղվի։ Էսա ասում է բանա, ինձ մոտ խաղաղություն է, Ալիևը ինչ ուզում է տալիս եմ, Տիգրանաշյանը տալու եմ, սա տալու եմ, սահմանադրությունը փոխելու եմ։ Տեսնում ես ինչ որ հայ աստղերը գնում են բանակում նվագում են, երգում են պացիֆիզմի նշանի տակ, եւ հասկանում ես որ այս մարտունակ բանակը պետք չի, ինչի պետք է զինվորը գնա, ՊԶԽԶ սովորի կամ կրակայինով զբաղվի, խաղաղությունն է։ Այսինքն ընդ լոկ շլրված են զինվորները, հասկանում եք, ու եթե ձանձրույթ, բնականաբար ձանձրույթի ժամանակ սկսվում են հարաբերություններ առաջավել։ Երբ որ բանակը մարտունակ է, զինվորը ժամանակ չունի հարաբերություն պարզի մյուս զինվորի հետ։ Գնում է, ֆիզոյա անում, մարզվում է եւ այլն, հոգնած գալիս է, ադբոյի ժամը գալիս է, գնում է քնում է։ Իսկ հիմա զինվորներին ինչ են անում, ադբոյից հետո, ընտրատեղամասը փակելուց հետո տանում են քվեարկության, ընդ որում տանում են նենց տեղեր, Սյունիք, չգիտեմ, Կիրանց, Տիգրանաշեն, զինվորներին մտցնում են այնտեղ քվեարկեն, որ հետո ցույց տան կեղծարարությամբ ասեն, տեսեք, այս տարածքներում ամենաշատն են քվեարկել, որ հետո էլ մեր հայրենակիցները, երբ որ գա այս ժամանակ որ Տիգրանաշենը պաշտպանելիս լինենք, հանեն այդ ցուցակով ասեն, տեսեք Տիգրանաշենը ամենաշատն է քվեարկել։ Էլ չեն էլ մտածում որ կեղծված է։ Իդեպ լավ թեմա բացեցիք, դա շատ վատ խոսակցություն չէ, երբ հանրային գործիչները մեր քաղաքացիներին թիրախավում, թե բան Նիկոլին ընտրել եք, դե գնացեք։ Անթույլատրելի ուղղակի։ Հասկանում եք։ Չէ, եթե ներողություն, եթե անգամ կեղծված չի։
Եթե անգամ Մարդիկ ապրում են ինֆորմացիոն փուչիկի մեջ, մեր հայրենակիցները տեղեկացվածության այն մակարդակը չունեն, ինչ ասենք, այս կամ այն հանրային գործիչը եւ այո կարող են սխալվել։ Այո կարող են հավատալ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին։ Մենք երկուսս էլ գիտենք, որ քաղաքականությունը նա է, որ դու համոզում ես ժողովրդավար պայմաններում, համոզում ես քո ընտրողին, չէ՞։ Հիմա եթե ձեզ չեն ընտրել, ուրիշին են ընտրել, կամ դուք լավ չեք վերահասկել ընտրատեղամասը, սրանց պայմաններում, ասենք ժողովրդավար չեն, էլի բռնապետ են։ Տեղամասերը լավ չեք վերահասկել, չեք կարողացել այնպես անել, որպեսզի սրանք չկարողանան մարդկանց կամ զենքը դնեն գլխին, ասեն գնա ընտրի, կամ էլ այդ իրանց մնացած բան, այսինքն երևակայությունը չի հրագիքել, բայց մենք գիտենք, որ վատ պարողին ինչն է խանգարում ամորձիները։ Ու այս հատկապես ուրիշի։ Հատկապես ուրիշի համար։ Այո, եւ հատկապես եթե 3 հատ է։ Հիմա այս պայմաններում, երբ դու գցում ես մեղք ուրիշի վրա, այդ նույն բանն է, որ բժիշկը հիվանդին մեղադրի, որ բանը լավ չի վիրահատվել, ասենք չգիտեմ, սիրտը լավը չի։ Բայց ինչև է, այս պարագայում պետք է նախ հիշեցնել, որ ընտրությունները կեղծված են եւ այդ ձայները, արդյունքները, որ բերում են, ծիծաղս գալիս է։ Աչքներիս առաջ 5 մանդատ գողացան, այ մարդ աչքներիս առաջ զինվորներին տարան ադբոյից հետո քվեարկելու, էլի ցույց են տալիս, ահա խնդրեմ ընտրել են նրանց։ Անթույլատրելի է սա, չի կարելի այսպեսի բան անել։ Ընտրությունները կեղծված են եւ դա պետքա, գիտեք ոնց սրանք ամեն օր Գարեգին երկրորդին այնքան են ասում անունով, որ նույնիսկ պրոֆեսիոնալ լրատվամիջոցները արդեն իներցիայով սկսում են ավազանի անունով գրել։ Պրոֆեսիոնալ լրատվամիջոցները։ Սա էլ է բան, հոգեբանական տերոր է, որպեսզի դու կարողանաս այնքան կրկնես, մինչև այդ լրատվամիջոցը կարողանա տենց բանան։ Հիմա փոխանակ մենք անընդհատ կրկնենք ամեն օր առանց ալարելու, որ ընտրությունները կեղծված է, դնում ենք ինչ-որ Տիգրանաշյանի նկար։ Ինչև է վերադառնալով զինվորների խնդրին, իհարկե սա շատ լուրջ խնդիր է, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ սրանք 5000 զինվորի խաբելով սպանել են, զենքը տվել են, ասել են գնում եք հայրենիք եք պաշտպանում, այնինչ զենքը տվել են հայրենիքը չի սա։ Հա, խաբելով այդ մարդկանց կյանքը ընդհատվել է։ Հասկանում եք, նիկոլականության այդ ստորության մակարդակը, որ կարելի է նիկոլական լինել, հնարավոր չի, մարդը պետք է գերի լինի այս սիստեմի ինֆորմացիային, որպեսզի ասի մեր վարչապետս, որտեվ եթե դու զինվորին խաբել ես, զենքը տվել ես ձեռքին, նա գնացել է մտքով, որ հայրենիքն է պաշտպանում, իր միտքը ընդհատվել է իր կյանքը տալով, ու դուք պաշտպանում եք սրան, ինչև է։ Հա, այսքան է։ Պաշտոնանկություններ պիտի լինեն, թե չէ։ Նորմալ իրավիճակներում պետք է լինեն։ Հիշում եք բանի դեպքը հունվար ամսին մի 3 տարի առաջ էր, որ զինվորները 15 հոգի այրվեցին, հա։ Ազատի։ Այդ ժամանակ բռնեցին կորպուսով, պաշտպանության նախարարի թանի։ Ինչ ես բանը սկսում բանից կորպուսից։ Դե այսօր խորհրդարանում պաշտպանության նախարարին պաշտպանել է, որ Պաշտպանարը չի այդ պատասխանատու։ Այսինքն իր վրա է վերցրել։ Բա հիմա ասենք Ալեն Սիմոնյանը թվում է քաղաքացու վրա չի բան անել, ասի պաշտոնանկեղի, չէ՞, նորմալ պայմաններում, ժողովրդավար պայմաններում իհարկե այս բանը կատաստրոֆա է, ինչ որ կատարվում է, պիտի հրաժարական։ Այդ մտահոգություններից ելնելով Նիկոլ Փաշինյանը կարծեք թե չի ուզում քաղաքացի դառնալ։ Հա, ես հիշում եմ պաշտոնը թողնի կաղալեն թքի վրան։ Սեյրան Օհանյանը երբ պաշտպանության նախարար էր, երբ որ Վազգեն Սարգսյանի ինստիտուտում ողբերգական դեպք տեղի ունեցավ, ստորագրահավաք էին պաշտոնական վարկածը այն էլ որ ինքնասպանություն է կուրսանտը արել, բայց ստորագրահավաք արեցին այդ ժամանակվա բանակի հարցերով զբաղվող մարդիկ, որպեսզի Սեյրան Օհանյանը ինքնասպանություն գործի, պահանջելով Սեյրան Օհանյանի ինքնասպանությունը։ Չգիտեմ հիշում եք թե չէ, դա 11 թե 12 թիվն էր։ Հա, իսկ հիմա ասենք հրաժարական ենք պահանջում, բայց հրաժարականը միայն հոսրա համար չենք պահանջում։ Այնքան բան կա, որ միջև էս արդեն այնքան հրաժարականի պատճառ է։ Այ քեզ բան, հա, էլի։ Լավ, գալով քաղաքական դաշտին, ընդդիմությունը բավարարում է դες խորհրդարանական, արտախորհրդարանական, քաղաքական իմաստով բավարարում է։ Քաղաքական բավարարում է դες։ Ես կարծում եմ պետք է նրանց օգնել, որովհետև նրանք նոր են, հատկապես ուժեղ Հայաստանի մասին է խոսքը, նրանք նոր են, շատ բաներ դեռ անփույթ են անում ու շատ հարցերում չեն պատկերացնում, թե ինչ անհեթեթությունների մեջ կարող են ընկնել, դրա համար կարծում եմ, որ նրանց պետք է օգնել, որպեսզի ուժեղանան։
բայց Ինչ նաև իսկ իրենք ուզում են օգտություն։ դե նրանք իրենց ուզելով չի, նրանք падգամավոր են ժողովրդի падգամը այնտեղ ներկայացնող են։ Հիմա օրինակ պետք է օգնել նրանց, որպեսզի, ասենք, այդ ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված նրանք դիմեն սահմանադրական դատարան, որ այդ արտասահմանում բնակվող քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկել են։ Լիքը բաներ կա, որ իրենք կարող են անել։ Երբ որ ասում եք ընդդիմությանը օգնել, անգամ եթե իրենք չեն ուզում, հա, բայց արդյոք հասարակության խնդիրը կոնկրետ այս ուժին կամ այն ուժին ընդդիմություն ունենալն է, թե հասարակության խնդիրը պետք է լինի լուծել իր առաջ դրած նպատակը։ Հեռացնելով այս իշխանությանը ուժեղացնել Հայաստանը։ Այն ինչ որ այսօր Ընդդիմությունը գործիքներ չեն ընդդիմադիր ուժերը, որ պիտի օգտագործվեն այդ ընթացքում։ Դե հա, բայց այն ինչ որ օրինակ այսօր տեղի ունեցավ ազգային ժողովում, ինչը սպասելի էր, որ պետք է տեղի ունենա, սա նշանակում է, որ պետք է Հայաստանում լինեն արտահերթ ընտրություններ։ Հիմա թե դա կլինի այդ սահմանադրական հանրակրվեից առաջ թե հետո, բայց այն ինչ որ հայտարարվում էր ազգային ժողովից, դա հակապետական էր։ Դա նոր չի, որ հակապետական է, բայց այդ թեման, որ նոր ընտրություններ պետք է լինեն մինչև 2025 եւ առանց սրանց, առնվազն պետք է դիմադրության դաշտը Իդեպ ասում են, որակարգի որ մեջ պահի։ ԿՊՆ-ն է ուզում ընտրություններ անել Ինչի համար։ 1 տարի, մոտ 1 տարի մի քիչ ավել հետո, բայց այս ընդդիմությանը մաշեցնելուց հետո։ Դե այդ չգիտեմ, այդ կարան տենց խոսակցություններ լինել, շատ բան կարող է ուզենա ԿՊՆ-անի, հա կուզենա ընդհանրապես ընդդիմություն չլինի ազգային ժողովում։ Կարող նոր սահմանադրության մեջ կետ լինի, որ մենակ քաղաքացիական պայմանագիրը պետք է իշխանության լինի։ Եվ ժողովուրդը որպես Իշխանության Աննա մեջ։ Հակոբյան։ Եվ Աննա Հակոբյանն լինի ժողովուրդը։ Իդեպ Աննա Հակոբյանը կանանց իրավունքներով է զբաղվում։ Շատ իզուր, որովհետև ընտանեկան բռնության զոհերի Հա, դե հասկանալի է, ես տեսա նաև ինքը բան էր, կանանց ռեսուրսային կենտրոնի համարներն էր դրել, որի հիմնադիրը Լարա Ահարոնյանն է, որը ԿՊ-ի հոգաբարձուների անդամ էր, հիմա չգիտեմ անդամ է թե անդամ չի, ամեն դեպքում շահկապված է քաղաքացիական պայմանագրի հետ, եւ այդ կինը ասել էր, որ նա ոչ բոլոր կանանց իրավունքներն է պաշտպանում, որ եթե կան կանայք, որոնք բան են, ասենք օրինակ, եթե դուք կին եք, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ է արտահայտվում, Լարա Ահարոնյանը նրան ուրեմն կանվանի կին չեք։ միսոգինիստ, Չէ, ուրեմն կին չեք։ Եվ կին չեք, հա, եւ իրավունք չունեք։ Ու ինքը տենց հայտնեց հրճի։ Բայց Աննա Հակոբյանի հետաքրքիրն է, նախ Աննա Հակոբյանը ինքը իր թիմով հանդերձ իրենք ընտանեկան բռնարարներն են։ Հիմա բացատրեմ ինչպես։ Նրանք 9 ամիս Արցախի ընտանիքներին պահել են բանի մեջ, շրջափակման մեջ, հա, ու իրանք ըստեղից անընդհատ շեղում էին թեմաները, փոխանակ օրինակ բարձրացնեին հարցը, որ մեր կանայք այնտեղ տանջվում են, հղի կանայք օրինակ չունեն Այստեղից Փաշինյանի կինը դժգոհում էր, որ ինչու Բադրջան չեն մշակում։ Ինքը կարողանում է մշակել։ Հա, ինքը կարողանում է մշակել, ինքը նաև կարող է զբաղվել Բադրջանների իրավունքների պաշտպանությամբ, իհարկե։ Դե հիմա։ Բայց այնուամենայնիվ Բայց ոչ բոլոր Բադրջան։ Հա, բայց ոչ սպիտակ Բադրջանների։ Այնուամենայնիվ պետք է հիշել, որ օրինակ միջազգային դատարաններից հայցերը հետականչում չէ, իր բան նախկին քաղաքացիական ամուսինը, իսկ միջազգային հայցերի մեջ կան գործեր, որոնք վերաբերում են հայ կանանց ոչ թե պարզապես անդամահատելու, այո, մասնատելու, խոշտանգելու, բռնաբարելու գործերին են վերաբերում։ Բայց դրանք ադրբեջանցիք են արել։ Դե հենց դա էլի, Դա այսինքն ընտանեկան իր համար բռնություն չէ, ընտանեկան բռնությունը մենակ այնտեղ այն դեպքում է, եթե հայ տղամարդն է անում, իսկ հայ տղամարդը, եթե խոսում է նաև Արցախ բառն է ասում, Դա արդեն ընտանեկան բռնության բան կա։ դա ուրեմն double ընտանեկան բռնություն է։ Եթե պատկերացնում եք, հերիք չի բանան, բայց ինչևէ, այս Իսկ եթե սրտիկ ցույց տա կնոջը ծեծելուց դա արդեն այդ արդեն Հարցի կոգնիտիվ լուծում։ դիսոնանս կլինի։ Իրան Խաղաղության- ինչ պիտի անենք, չէ՞։ Դե դες կմտածեն, կարող է այնուամենայնիվ իրենց պետք լինի, չէ՞։ Բայց լավ, եթե գանք ավելի լուրջ դաս, ինչ է ուզում Աննա Հակոբյան հասարակությունից։ Որովհետև եթե ինքը բռնությունների դեմ է խոսում, առաջին իր ամուսնուն պետք է ասի, օրինակ ապօրինի կալանքից ազատ Արցախի Արեգնազ Մանուկյանին, այո։ Այո, պետք է դա Եթե ասի։ կանանց իրավունքներից է խոսում։ Որն է նպատակը ձեր գնահատականը։ Ես կարծում եմ, այստեղ Աննա Հակոբյանին խնդիր ունեն որոշակի այդ ՀԿ-ներին, որոնք իրենց բանակներն են, պահեն իրենց կողքին ու իրենց հետ աշխատեն։ Այսինքն այդ ՀԿ-ների դրամաշնորային գործունեությանը
ոնց որ օգնում է Աննա Հակոբյանը, հա, իրանց ոնց որ PR շիկը նաև լինի այդ իմաստով ու երբ որ այդ հկներին իրանք պահում են իրանց կողքը, նաև ինչ որ չափով հասարակական հենարաններ են իրենց համար այդ քաղաքացիական պայմանագրի համար, հա, որտեղ ես տեսնում եմ, այնտեղ կան կանանց իրավունքների պաշտպաններ, որոնք մտնում են, սկսում են տենց լուրջ ինչ որ խոսալ կանանց իրավունքներից բանման եւ այլն, առանց հաշվի առնելու, որ կներեք, բայց այս իշխանությունը ամենամեծ մեղքի բաժինը ունի կանանց իրավունքների ոտնահարման։ Նորը հիշենք մետրոյում, որ այն աղջկան ասած փախածներ են երեխայի հետ անչափահաս ոչ միայն կանանց իրավունքների ոտնահարում, այլ երեխայի մոտ փախածներ, մախածներ ասում։ Բայց դա ուրիշ ընտանիքներ է։ Հա, այ հենց այդ Լարա Ահարոնյանից համար այդ կանայք միսոգինիստ են, նրանց իրավունքները ինքը չի պաշտպանում, հասկանում եք։ Ինքը կպաշտպանի Լարա Ահարոնյանը այդպես հայտարարություն արել։ Հա, սկրինշոթը կա, միշտ օգտագործում բանում։ Ես հիշեցնում Լարա Ահարոնյանը 2020 թվականին մտահոգված էր տրանսգենդեր մարմնավաճառների եկամտի աղբյուրների բանով նվազմամբ։ Դե COVID էր, չէ՞։ Դե հա, հիմա փողոցում կանգնել չի կարելի։ Դե չէ, մտահոգվելու բան է, ի վերջո մեր քաղաքացիներն են եւ COVID-ը եթե ազդում է իրանց վրա, կարող ես մտահոգվել, դա խնդիր չի։ Չէ, բան չասի ուզում եմ ասել, որ գուցե պարտադիր է, որ ինչ որ մեկը հայտարարի, որ ինքը տրանսգենդեր բան է։ Հա, եթե չէ, տեսեք, դա քանի որ ես այդ այնուամենայնիվ համայնքի հետ շփումներ ունեմ, այդ համայնքում էլ է նույն խնդիրը, LGBT համայնքում էլ է նույն խնդիրը։ Եթե օրինակ մարդ կա, որը Արցախից է, Արցախը պաշտպանում է, եւ ասենք ինքը տրանսգենդեր է, ասում են դու սիմուլյանտ ես։ Չէ, իրանք չեն ասում դու սիմուլյանտ ես, բայց իրանք ասում են դու այո, դու սև ես, դու ռոբական ես, օրինակ տրանսգենդ։ Հա, չէ, բայց ծիծաղում եք, օրինակ բանում Ամերիկայում դաշնակցական մի աղջիկ կա, որը լեսբի է եւ ամուսնացած է, կնոջ հետ երեխա ունի եւ այլն։ Այդ աղջիկը հասցեին, այս կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ինչ ասես չէր ասել, դու դաշնակռիզ, դու ռոբական, չգիտեմ ինչական, մի խոսքով։ Ովանես, չգիտեմ, ես ուր ասա, դաշնակցական լեսբի, որը ընտանիք ունի եւ երեխա, խնդրում, արի այդ ուզամ չգնանք։ Կամ օրինակ ես գիտեմ բանից Սյունեցի լեսբի աղջիկ, որին ասել են, որը վեճերի մեջ էր, հա, այս նիկոլական թեմաներով, որ բայց ոնց էլի դուք ասենք մարդու իրավունքների պաշտպան եք, բան ոնց կարելի է հանդուրժել այս Արցախի հանձնումը եւ այլն, եւ մեն մյուսները ասել են Արցախը քեզ պետք է, ինքդ էլ գնա պահի։ Եվ այս ինչի՞ չես զոհվել вообще։ Հա, ուզում եմ ասեմ, այս հարցում էլ նշանակություն ունի, այսինքն եթե դու տրանսգենդեր ես կամ նույնասեռական ես, որը օրինակ ասենք Արցախի համար պայքարի համար նիկոլականությանը դեմ է, իրենք համայնքից զտում են։ Հա, շատ դες չկարծեք, ամեն բաներում, շերտերում հասարակության նույն իրավիճակն է, բոլոր շերտերում։ Ուր են գնում այսպես։ Այս Փաշինյանի վարկագծով խորհրդարանի այսօրվա իրենց այդ բանում Լարա Ահարոնյաններով, չգիտեմ, կարծեն քաղաքացիական կինն է, չգիտեմ, ամուսինն է, ով է, Աննա Հակոբյանով, սա է ժողովրդավարությունը, որ այդքան քարոզում էր արևմուտքը։ Դե արևմուտքը ինքն իրան էլ է պետք փրկել, արևմուտքն էլ է լուրջ իմաստային ճգնաժամի մեջ է։ Ես սա ոչ միայն ասում եմ իմ հետազոտությունը, որ տեսնում եմ, ասենք, չգիտեմ, ֆոն դեր Լայենը, բանը, Կայա Կալասը, Կոսը եւ այլն բանը, այլ հենց արևմուտքում մարդկանց հետ շփվելուց եմ հասկանում, որ այդ մարդիկ իսկապես իմաստային, հա, շատ դժգոհ են։ Ընդ որում ես ձեզ ասեմ, արևմուտքում, Եվրոմիությունում ընտրությունները կեղծվում են այնպես, ինչպես այդտեղ։ Օրինակ այդ չաթի օրենքը անցկացնելուց կոնկրետ կեղծիքների գնացին։ Չաթերի վերահսկման օրենք էին անցկացնում Եվրոմիությունում։ Մի անգամ տեսան քվեարկությամբ չի անցնում, երկրորդ անգամ դրեցին քվեարկության։ Այսինքն իրանց այդ բանը մշակույթը, որը Մարի Լեպենին ընտրություններից դուրս թողելու փորձը։ Բանտարկելը բանը, հա։ Այսինքն ինքը այս տարիների ընթացքում քանի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ոնց որ վերցրել էր ժողովրդավարության մարդու իրավունքների այդ հենարանը լինելը եւ հիմա ինքը լրիվ իմաստային
խնդրի մեջ է, որի Դեգրադացման մեջ է։ պատճառով վերանում է այդ աշխարհակարգը, հա, ուստեղ արդեն գալիս է հարցը, թե մենք ինչ առաքելություն ունենք եւ ես կարծում եմ, որ հայերը հաշվի առնելով, որ հիմա ամենաշատն են զրկանքներ կրում արևմտյան արժեքների համար, նկատի ունեմ Բաքվում, մեր պատանդները ի վերջո ժողովրդավար պետություն էին կառուցում եւ արևմուտքի խոժարությամբ այդ ժողովրդավար պետություն տվեցին բռնապետություն։ Դրա համար հայերը խնդիր ունեն այս նոր աշխարհակարգում փրկելու արևմուտքին։ Շնորհակալ եմ Հովանես հետաքրքիր զրույցի համար։ Հետաքրքիր էր, բայց հաստատ։ Այո, Հա։ հատկապես Ահարոնյան Լարայի մասը։ Շնորհակալ եմ, ցտեսություն կհանդիպենք։